Պապի լավ էլի։ Չեմ կարողանում քեզ ինձ խեղճացած տեսնեմ։ Լեոն մտածում է, որ ես դավաճանում եմ ինքսից, դավաճանում եմ ձեզ, բայց իմ ուզածն ինչ է։ Ես ուզում եմ, որ ձեր գլխից մի մազ անգամ չպակասի։ Ու անուն դրա ես ամեն ինչ պատրաստ եմ։ Պապի ջան, մենք ոչ մի դեպքում թույլ չենք տա, որ դու խեղճանաս։ Լեոն տաքացած է, հեսա կսառի ու կհասկանա, որ մակունցների առաջարկը մենք պարտավոր ենք ընդունենք։ Պապի դու հանգստացի, ես հեսա կգամ, հա։ Ալո, Մանան, բարի օր։ բարև։ Ճիշտ ասած, զանգել եմ իմանամ Դավիթը ոնց է, որովհետև մի քիչ վախենում եմ Լեոյին զանգեմ։ Թե զանգել ես իմանաս, թե պապայի տայցը ոնց ավարտվեց։ Ես չգիտեի, որ պապան ձեր տուն է եկել։ Հա, եկել էր ու գումար էր առաջարկում Դավիթի վիրահատության համար։ Բայց մենք ու հատկապես Լեոն հրաժարվեցինք։ Իսկ հիմա ուր է Լեոն։ Շատ վատ էր ու դուրս եկավ տնից։ Անուշա, մի բաժակ ջուր բեր։ Հեսա բերում եմ, պապի։ Լավ, պապին կանչում է, պիտի գնամ։ Հա, շնորհակալ եմ շատ, որ պատասխանեցիր։ Ապրելու ես Դավո, հաստատ ապրելու ես։ Ուզում ես կարաս ինձ վիրավորես Լեոն։ Կարաս ցավացնես։ Կարաս գրողից ուղարկես։ Մեզ մինչև չխոսենք, այստեղից չեմ գնալու։ Առանց խոսալու էլ ամեն ինչ պարզ է։ Քո համար կարող է, իմ համար պարզ չի։ Աղբորս կյանքը մազից է կախված, Լեա։ Բայց դրանում ոչ դու ես մեղավոր, ոչ ես։ Բա ով է մեղավոր, եթե ոչ ես ու դու։ Գրիշո։ Գրիշո։ Ինչ եմ գոհում ստեղ չի։ Չեմ հասկանում, հանցանք ենք գործել, որ որոշել ենք սիրել։ Չէ, ոչ մի հանցանք չենք գործել։ Ուղղակի ընտանիքդ կանգնեց մեր ճանապարհին։ Ես էլ եմ ընտանիքիս կազմում Լեո, բայց ես չեմ կարող պատասխանատվություն կրեմ իրենց գործած հանցանքների համար։
Տենց էլ չհասկացա, թե ինչ եղավ, որ սկսեցին ինձ այդքան դեմ լինել։ Լավ դուրները չէի գալիս, հասկացանք, օքեյ։ Բայց ախր դու ես ինձ ընտրել։ Ես քո հետ պետքա հարաբերություններ կառուցեի, ոչ թե իրանց։ Հարցը մենակ իմ ու քո հարաբերությունները չեն, Լեո։ Մանան ու Գրիշը Դրա անունը մի տուր մոտս։ Հենց բռնեցի դրան մորթելու եմ, Լեա։ Ու հանկարծ էլ չհամեմատես մեզ իրանց հետ, որովհետև ես հստակ գիտեմ, Գրիշը Մանանին չի սիրում, ու Մանանն էլ չի վարվում սիրուց։ Ես չգիտեմ ոնց վարվեմ այս իրավիճակում, Լեո։ Կներես, բայց ներկապային մենակ աղբորս մասին եմ մտածում։ Իմ ցանկությունը մեծ է քո հետ այդ ճանապարհն անցնելու, Լեո, բայց չես թողնում։ Երես ես թեքում ինձնից, իսկ այդ պահերին ես ինձ ավելի մեղավոր եմ զգում։ Որովհետև ինձ թվում է, որ եթե քեզ նորից ինձ մոտ թողեմ, կդավաճանեմ աղբորս, Լեա։ Արդար չես, Լեո։ Ես քո համար շարունակում եմ հակառակվել ընտանիքիս, ու այնքան, որ իրանց կողմից մերժված եմ դարձել։ Իսկ դու էլ քո հերթին փակել ես քո սրտի դռներն իմ առաջ։ Եթե մենակ հեշտ լիներ այդքան, սրտի հետ կռիվ տալը, այդ միակ ճակատամարտն է, որտեղ համ կռվում ես, համ էլ պարտվում։ Ինձնից երես մի դարձրու, Լեո։ Ու խնդրում եմ, եղբորս գործած հանցանքը իմ վզին մի փաթաթի։ Ես ամեն կողմից այսքան ճնշմանը չեմ կարա դիմանամ։ Հարգանքներս ցավդ տանեմ, եկել եմ ու ահա որ սոված եմ եկել։ Եթե Գրիլյանը կարողացավ ինձ այսօր կշտացնել, ուրեմն բրավո։ Ինչ կցանկանաք։ Հեն իմ սիրած ուտեստները ցավդ տանեմ, բերում ես, բայց բոլորը միանգամից։ Վստահ եք։ Համ վստահ եմ, համ ինքնավստահ եմ։ Դու մենակ բերում ես, իմ աչքը տենում է ու ես լիանամ։ Բարի։ Համ էլ հիանամ։ Հələ ուր ես հունան, դու բռնվի, դու մենակ պինդ բռնվի, ազգով տակով կորցնելու եմ գնաս, այաման, թակավոր լինել լավան, այաման, Ինչն էր քեզ ստիպել գնալ Սարգսյանների տուն։ Չի լսվում հարցը։ Լսվում է, բայց ինչ եք ինձ հարցեր տալիս, որ ուզ պատասխանները չեք լսելու։ Ուզում ես մինչև լույս նստենք։ Նստենք։ Մեկ ես ոչ մի բառ չեմ խոսալու առանց իմ փաստաբանի ներկայության։ Արի սկսենք մինչև փաստաբանը հասնի։ Ժամանակ կխնայենք։ Ես չեմ շտապում ու կարծում եմ դուք էլ, հենց որ կսպասենք։ Ասա Վահագ։ Գրիշը կոմիտեում է։ Ինձ զանգել էր, արդեն հասնում եմ։ Այսա գալիս եմ։ Հիմա եմ հասկանում, թե ինչ դժվար է եղել քո համար մեզ պահելը դավ, մեր մասին հոգ տանելը։
Վիրահատությանդ համար փող է պետք։ Խոսքը իրոք շատ մեծ փողերի մասին է։ Մակունցները իրենց օգնությունն են առաջարկում, բայց չեմ կարող ընդունել։ Որովհետև չեմ կարող առունդ ծախեմ։ Չեմ կարող իմ ու մեր ընտանիքի վրայով անցնեմ։ Բայց ոսա դու որ լինեիր իմ փոխարեն ինչ կանեիր։ Աստված կհամաձայնեիր, չէ։ Առանց մի վայրկյան մտածելու, որ կյանքս փրկեիր։ Բժիշկ ջան, արդեն դուրս եմ գալիս։ Ոչ մի խնդիր։ Փոփոխություն կա աղբորս մոտ բժիշկ։ Այո։ Ցավոք ոչ լավ։ Վիճակը գնալով սրվում է։ Դե ասեք ինչ պետք է անենք, բժիշկ։ Պետք է արագ գործել։ Բժիշկը եկել է Հայաստանում է։ Ես արդեն խոսել եմ հետ։ Համաձայնել, Այո։ Մնում է գումարի հետ կապված հարցը լուծվի։ Պապի, ախր լավ չես է մի քիչ վեր կաց պարկի։ Չեմ ուզում, մանաչ։ Աշխատել չեմ կարողանում։ Մնում այս վիճակում թատրոնի կտորեղենն էլ փչացնեմ։ Կարել իմանայի կօգնեի քեզ։ Բա որ ասում էի, արի կողքից նստի, կարու ձև սովորի, մի օր պետք կգա։ Ասում էի, չէ, պապի, ես պիտի իմ անձնական դերձակն ունենամ։ Դե կյանքում պիտի մեծ երազանքներ ունենաս, որ մի բանի հասնես, չէ։ Ասար։ Պապի, արի ընդունենք էլի դրանց առաջարկը, որ Դավիթին մի բան եղավ։ Դավիթին ոչ մի բան էլ չի լինի։ Ախր բոլորս էլ լավ հասկանում ենք, որ Դավիթին վիրահատություն է պետք։ Այո, Դավիթին վիրահատություն է պետք, ու հետ վիրահատությունը կարվի։ Ուրեմն պիտի Լեոյին համոզենք։ Աստված մեծ է։ Ամեն ինչ լավ կլինի։ Доктор, вы уже закончили? Да, операция прошла хорошо, щитовидная железа полностью удалена. А мама уже вышла из наркоза? Пока нет. А когда ее переведут сюда? Примерно через 2 часа. Есть еще вопросы? Нет, спасибо. Всего доброго, будьте здоровы. Ինչ կվակ։ Ասել եմ իջը պաստաբանը չգա չեմ խոսելու։ Լավ, ոչ չեմ, այդքան էլ հասկացել է։ Ալո։ Արի հիվանդանոց սպասում եմ։ Ես մեկ մարդ տեսնում գամ։
իմ առաջարկը շատ արագ կարա փրկի ձեր թորան կյանքը։ Իսկ ինչ ես ուզում դրա փոխարեն։ Պապի, Չէ, ինձ հետաքրքիր է։ ուզում եմ, որ հետ վերցնեք ձեր բողոքը։ Մենք հիմա Դավոյի կյանքը փրկելու համար յուրաքանչյուր հնարավորություն պիտի օգտագործենք։ Բայց ոչ դրա օգնությունը։ Պապի, Դավոյի ողջ մնալը հիմա մեզ համար գերխնդիր է։ փոփոխություն կա աղբորս մոտ բժիշկ։ Այո։ Ցավոք ոչ լավ։ Վիճակը գնալով սրվում է։ Դե ասեք ինչ պետք է անենք բժիշկ։ Մնում է գումարի հետ կապված հարցը լուծվի։ Ինչ կա Լեո ջան։ Նորություն ունենք։ Հա բժիշկ։ Ճարել եմ փողը։ Հեսա դուրս եմ գալիս գնամ վերցնեմ։ Բայց հիմա պիտի ուրախ լինես։ Ինչու ես այդ վիճակում։ Չէ, ամեն ինչ կարգին է։ Ուղղակի Դավոյի վիճակի համար եմ անհանգիստ։ Դու միայն ֆինանսական մասը կարգավորի։ Մնացածը թող ինձ։ Անհանգստանալու կարիք չկա։ Ամեն ինչ իր ռունով գնալու է, համոզված եմ։ Բժիշկ իսկ կարա վիրահատությունից հետո նենց լինի, որ խնդիրներ առաջանան Դավոյի խոսքի ու շարժումների հետ կապված, դե չգիտեմ։ Այս գերմանացի վիրաբուժին հենց դրա համար են կանչել, որ միկրովիրաբուժական միջամտությամբ նման ռիսկերը նվազեցնի։ Հանգիստ եղիր, Աստված եղբորդ շատ է սիրում։ Մի անգամ փրկել է, երկրորդ անգամ էլ կփրկի ու կբուժի։ Գերմանացի աշխարհահռչակ նյարդավիրաբույժ Ֆելիքս Հոֆմանը մոտ օրերս կժամանի Հայաստան մի քանի բարդ վիրահատություններ իրականացնելու համար։ Ըստ առողջապահության նախարարության մամլոյցարայության հրապարակած տեղեկության, Հոֆմանը Լիտվայում, Բելարուսում եւ Ղազախստանում իրականացրել է 10-ից ավելի բարեհաջող վիրահատություններ։ Հանդիպել նյարդավիրաբույժների հետ, քննարկել առկա խնդիրներն ու փորձի փոխանակման հրաշալի հարթակ ստեղծել։ Լեոն համաձայնվել է ունանից փող վերցնել։ Այս պահին կարևորը Դավիթի կյանքը փրկելն է։ Լեոն համաձայնեց փողը վերցնի։ Հիմա գնում ես հանդիպման։ Հա։ Ունան ամեն ինչ մանրամասն կխոսես հետ։ Մի շարունակի, ես գիտեմ ինչ եմ անելու։ Ոնց ես, մամ։ Լավ եմ բալես։ Մամ, ձայնդ կորել է։ Ոչինչ, կվերականգնվի։ Հիմա ցավեր ունես։ Չէ, մի անհանգստացի։ Ուզում եմ շուտ լավանաս, որ դու էլ հանգիստ լինես։ Ուրիշ տարբերակ չկա։ Դու իմ կողքիս ես ու դրանից կարևոր բան չկա։ Ես գիտեմ, որ դու շատ ես կարոտում Հայաստանը, բայց հավատա, լավ եղավ, որ մենք եկանք ստեղ, որովհետև այս հիվանդությունը ինչքան վաղ փուլում ես հայտնաբերում, այդքան ավելի հեշտ է լինում բուժումը։ Ինչքան էլ կարոտեմ մեկը։ Դու ես իմ համար ամենակարևորը։ Մամ, քիչ առաջ Լեոյի հետ խոսեցի։
Ինչ էր ասում։ Հունանի տղեն Լեոյի աղբոր Դավիթի վրա է կրակել, գլխին է կպել։ Մահացել է։ Փառք Աստծո չէ, հիվանդանոցում են։ Էս ինչ էր կատարվում այդ փոքր քաղաքում։ Մեղքս շատ եկավ Լեոնը, հազիվ էր խոսում։ Բա ինչ կաներ, հարազատ եղբոր վրա են կրակել։ Ես իրան ասացի, որ ինչով պետքա կօգնեմ։ Բալես, մենք ոչ մի բանով չենք կարող օգնել։ Հավատա, իրանք լավ գիտեն իրանց ինչա պետք։ Դե, կարճ ժամանակում հարազատացել էինք։ Ես իմ սիրտս ցաված Դավիթի համար։ Իմ սիրտն էլ է շատ ցավում։ Արի թեման փոխենք էլի, որ մտածում եմ ինչա կատարվում այդ ընտանիքում, վատանում եմ։ Պապան ինչ ասում։ Գնաց մարդ տեսնի։ Չէ, իմ պահերով բան ասել, հա։ Գրիշ դու քեզ պիտի հանգիստ պահես։ Ամեն ինչ արվում է քո համար։ Ախր ոնց հանգիստ պահեմ, սաղ ներվերս խախտվել է, շունչս կտրվում է։ Դու պիտի գիտակցես, որ բացի սպասելուց ուրիշ ոչինչ չես կարող անել։ Հայելի սպասեմ, բայց գոնե իմանամ մեջը մի բան կա։ Պարզից էլ պարզա, որ ամեն ինչ կորացա։ Դու եթե տենց ես մտածում, ես չեմ կարող աշխատեմ։ Ձեզ խնդրում եմ էլի։ Ամեն ինչ արեք հնարավորինս շուտ դուրս գամ ստեից էլի։ Գիտես, որ հնարավոր ամեն ինչ անելու եմ։ Ինձ վստահիր, ու այս վիճակից դուրս արի։ Հասկանում եմ վիճակդ, անկեղծ ես էլ տրամադրություն չունեմ մարզվելու, բայց սոխր հենց էս ստրեսից անում։ Նոր չեմ կարող իրականությունից կտրվեմ։ Ուզում գոնե մի քանի վայրկյան ուղեղս հանգստանամ։ Դրա համար էլ եկել ենք լեզիզոն։ Գիտես, հենց մարզվում ես, համ լարվածությունը տանցնում, համ էս տագնապային վիճակները։ Մի հատ փորձի խորաշունչ քաշես ու հանգստանաս։ Նոր տեսնես կգա մի օր, որ արթնանամ ուրախ, առանց լարվածության, առանց վախերի։ Կգա, հաստատ կգա։ Ինչ եղավ։ Նոր մաման նամակ ա գրել, որ Լեոն համաձայնվել է պապայից Դավիթի վիրահատության համար գումար վերցնի։ Լուրջ ես ասում։ Չեմ հավատում, այսինքն Դավիթի վիճակը կկարգավորվի ու թշնամանքներ կվերանա քիչ-քիչ։ Չէ, ինձ թվում է Դավիթի վիճակը կրիտիկական է, թե չէ Լեոն կյանքում տենց բան չեր անի։
Նստի ավտոն։ Այն ինչ որ պիտի խոսանք, կարանք ստեղ էլ խոսանք։ Որ կարանայինք խոսենք, կխոսենք։ Ասեցի նստի ավտոն։ Ստեղ կանգնելով աղբորդ ես վնասում։ Ժամանակը գնում է։ Պապի ուր։ Գնամ տեսնեմ Լեոն ինչ արեց։ Չէ, մնա տանը։ Լեոն ամեն ինչ կարնի, դու մի խառնվի էլի։ Ոչ չխառնվեմ, այ աղջիկ չէ։ Պապի դե պատկերացնում եմ ինչ վիճակա լինելու։ Պետք չի դու այնտեղ լինես։ Լեոն ամեն ինչ կկարգավորի։ Իրան էլ որ զանգես ասելու եմ մի արի։ Դրա համար էլ չեմ զանգում, գնում եմ։ Պապի դե մնա տանը էլի։ Մանա, դու մեր տան դուռը ներսից փակելու ձևը գիտես, չէ՞։ Ապրես։ Ես հասկանում եմ, որ երբեմն պետք է սառել, կտրվել, իրավիճակին հեռվից նայել։ Բայց էլ սենց բան չանես։ Տունս դատարկ առանց ձեզ, չեմ դիմանում գժվում եմ։ Ինձ էլ է շատ դժվար հեռու լինել, մամ։ Բայց այս տան մեջ հանգստություն չկա։ Այ հենց հիմա էլ սրտումս վախ կա, ինչ որ տագնապ կա։ Էդ էլ կանցնի։ Գնա լվացվի թե եմ դնում խմենք։ Մամ, Լեոն ու պապան հանդիպել են։ Չգիտեմ, պապատ պիտի զանգի հասկանամ։ Ոչ մի վատ բան չի լինի, չէ՞։ Վատ բանն արդեն եղել է։ Կլինի այդ Լեոյի թեման փակենք։ Այդ խոսակցություններից է այս տան օդը փչանում։ Մամ, ես Լեոյին շատ եմ սիրում։ Ու ինչքան գնում է, այնքան ավելի եմ սիրահարվում։ Ես ինձ լավ եմ զգում իր մասին խոսելիս։ Բայց ինչքան մեծանում մասերս, այնքան ավելի շատ եմ մտածում կորստի մասին։ Մամ, խնդրում եմ։ Եղի են մարդու, ում հետ ես ամեն ինչից կարամ հանգիստ խոսում։ Ես ուզում եմ գամ տուն ու հենց քեզ պատմեմ, ոնց ինձ առաջին անգամ գրկեց, ոնց էր խոստովանեց։ Խնդրում եմ ինձ մի զրկի քո հետ խոսալու հնարավորությունից։ Չես պատկերացնի ինչքան շատ եմ երազում, որ Լեոն ուղղակի հանգիստ մտնի մեր տուն, նստի սեղանի շուրջ, պապայի հետ ընկերություն անի։ Մի քիչ հողին կպած ապրի։ Չեմ ուզում։ Ես չեմ ուզում հողին կպած ապրեմ, մամ։ Ինչի չեմ կարա երազեմ։ Որ հետո ցավոց չլինի շատ։ Մամ, բայց պապայի ու Լեոյի հանդիպումը շատ բան կարա փոխի։ Եթե Լեոն համաձայնվել է պապայի օգնությունը ընդունի, ուրեմն ինչ որ առաջընթաց կա։ Մամ,
Կարող է ինչ-որ բան ա եղել, ես չգիտեմ։ Ոչ, լվացվի արի թե եմ դրել։ Նստի։ Այս աղբորդ վիրահատության փողն է։ Բան չունես ասելու։ Ինչ պիտի ասեմ, որ Այն որ պետքա բողոքը հետ վերցնեք։ Այն որ պետքա Գրիշը բանտից դուրս գա։ 1000 բան կա ասելու։ Սուսուփուս նստել ես։ Արի ես ավելի լավը չխոսամ։ Թե չէ որ սկսեցի խոսալ, մինչև լույս ստեղ կմնանք։ Այս փողից է կախված աղբորդ կյանքը։ Այս փողը հիմա իմն է։ Բայց ես տալիս եմ քեզ։ Ամեն ինչ շատ պարզ է։ Դու քո աղբոր կյանքը կփրկես, ես էլ իմ տողը։ Այդ սուտ հպարտությունը հիմա մի կողմ դիր ու խոսա։ Մենք պետքա համաձայնության գանք։ Ու այդ համաձայնությունը պետքա լինի իշա Գրիշի։ Որովհետև հենց հիմա աղբորը շահը սեղանին դրված է։ Թե պարտադիր պետքա ամեն անգամ ասեմ, որ հասկանաս։ Սուտ հպարտությունը իմ մասին չի։ Ու դու այդ շատ լավ գիտես։ Նենց որ սրանից հետո հանկարծ ինձ այդ բառերով չորակավոր ես Հունան։ Դու էլ շատ լավ գիտես, որ աղբորս համար ամեն ինչի պատրաստ եմ։ Հենց դրա համար եմ ստեղ։ Տաղ այդ աղբորս գլխին է կրակել։ Բա ով պիտի բուժման ծախսերը հոգար։ Ուրիշ բան էիր սպասում։ Թե անպայման պիտի ասվի Հունան։ Նենց որ արի սուտ հպարտությունից չսկսեմ խոսալ։ Քեզ մինչև տաղուս արած քայլեր այնքան վատ բաներ ես թույլ տվել, որ տաղուս արածի յուրաքանչյուր քայլը արդարացված է։ Ես հիմա խոսում եմ օրենքի առաջ արդարացնելու մասին։ Ու այդ պետքա սկսվի ձեր բողոքները հետ վերցնելուց։ Հələ դիմացդ նայի, ուշադիր նայի։ Հենց հիմա աղբորդ կյանքը դրված է ստեղ։ Վերցնում ես ես։ Ու գնում ես։ Ու պարտադիր անում ես հենց ոնց ես եմ ասում, չենք եկել ստեղ տունտունիկ խաղալու։ Գրիշը պետքա դուրս գա բանտից։ Դու, պապդ ու առավել ևս քույրդ պետքա ամեն ինչ անեք դրա համար։ Սրանից առավել փոխշահավետ համագործակցություն նույնիսկ բիզնեսում չեմ ունեցել։ Հենց որ վերցրը։
Դու կարող ես տղուտ կյանքով բիզնես ես անում։ Բայց ես աղբորս կյանքը բիզնեսով չեմ փրկելու։ Հաստատ ուրիշ տարբերակ կգտնեմ։ Հանկարծ չկասկածես։ Կանգնի հլարա։